այս ամենը խոսում է ինստիտուտի ճգնաժամի մասին եւ սրա առնվազն բարոյական պատասխանատվությունը հենց Գարեգին երկրորդ կաթողիկոսի վրա է։ Որը չէր ուզում հրաժարվել Աշակ Խաչատրյանից։ Որը չէր ուզում հրաժարվել, մեկ եւ երկրորդն էլ հենց իր դրվածքն է, հա, որ նման ռիկոշետներ է տալիս, հա, նման քրեական գործերի ձևով։ Ինչը խիստ ցավալի է։ Եվ հենց դա է հանգեցրել եպիսկոպոսած դասի մի նշանակալի մասի մոտ հանգեցրել է այն եզրակացության, որ ամենայն հայոց կաթողիկոսը պետք է գնա հանգստի, պատվավոր, որովհետև կաթողիկոսի պատիվը մեր բոլորի պատիվն է, եկեղեցու պատիվն է, ազգի պատիվն է, հա, միայն դրանով իր անձով չի սահմանափակվում, չէ՞, գյուղերում ասացված կար, չէ՞, ասում են գիժը չի ամաչում, գժի տերն է ամաչում, չէ՞, մոտավորապես այս վիճակն է։ Հիմա տերը մենք ենք, ուզենք թե չուզենք։ Այո, նա պետք է պատվավոր հանգստի գնա, նա չի կարողանում կառավարի, նա այլևս ի վիճակի չէ կառավարել հայ առաքելական եկեղեցին